Բարև ձեզ ընկերներ, այսօր միասին շատ հետաքրքիր թվանք ենք ունենալու, իմ կողքին մեր բոլորիս ու իմ մասնավորապես ընկեր Արտաշն է, բարև Արտաշ ջան։ Արտաշը ստեղծել է բան, որը անհրաժեշտ է զենք ունեցողներին, ավելի կոնկրետ զրահ, որը թե ես, թե իմ բազում մարտական ընկերներ կերազենք 20 թվականին ունենայինք, զրահ, որը ես հագել եմ 22 թվականին ու որը իմ պատկերացված ամենավստահելի զրահն է կամ զրահներից մեկն է։ Ավելի մանրամասն զրահի պատմությունը կպատմի Արտաշը, ով որ ոչ մի բանից մինչև այս կետը անցել է, մենք զուտ ընթացիկ օգնելու։ Ընկեր Արտաշ, հարթակը ես կտամ քեզ։ Դու պատմի ոնց եղավ, որտեղից սկսես, ուր հասավ, հետո կգնանք միասին փորձարկելու։ Գնացի։ Ուրեմն Արտաշը այս ամեն ինչը մենակ չի արել։ Ես ընդհանրապես գործընկերներից մեկն եմ։ Մի ամբողջ թիմը այս զրահի վրա աշխատել, որի մի մասը նաև իշխանն է, ընդհանրապես Ազատազենը, առանց ձեր օգնության այս չէր լինի։ 20 թվականից հետո հասկացանք, որ մենք չունենք ոչ մի տեսակի զրահ եւ պետքա մերը լինի։ Ինչ որ մեկը պետք է աներ, նենց ստացվեց, որ այդ ինչ որ մեկը եղանք մենք, մեր թիմը։ Սկսել ենք զրոյից, սկսել ենք շատ դժվար, տեխնոլոգիան առել ենք, բերել ենք, ստացվել է։ Զրահը դիմանում է բեռ 5 մակարդակի է, պահում է 7.62-54 դրամաչափի բեզե փամփուշտներ։ Այսօր քանի որ լինելու է արտադրական մասի ներքին փորձարկումներ, ամեն լոտը փորձարկվում է, 100% բոլոր զրահը սալիկները ստուգում են ռենտգենով։ Փորձարկման համար մենք ունենք B32 փամփուշտ, սորական մահկանացուներին սա չի հասնում, բայց մենք պնան մեզ տրամադրել է այս փամփուշտները, որպեսզի մենք կարողանանք փորձարկենք մեր զրահը։ Ներքին փորձարկումը ուրեմն տեղի է ունենում 10 մետր դիստանցիայից, կրակում ենք SVD-ով, այսօր կարող է կրակենք Mosin-ով, որը ավելի հզոր է, տեսնենք ինչ կստացվի։ Զրահասալիկը պատրաստված է մոդուլար ալումինի օքսիդի ուրեմն կտորներից, դա ունի իր շատ մեծ առավելություն։ Հարվածի դեպքում կոտրվում է ընդհանրապես մի փոքր սալիկ ու ճաքը չի տեղափոխվում ամբողջ սալիկով մեկ։ Հաջորդ կրակոցը որտեղ լինի, ոչ մեկ չգիտի։ Ու այդ ճաքը որտեղ է լինելու, էլի ոչ մեկ չգիտի։ Այս տեխնոլոգիան ավելի բարդ է արտադրության մեջ, բայց ամենաստաբիլ, ամենաապահով տեխնոլոգիան է, որը թույլ է տալիս, որ լիստը պահի մի քանի կրակոց։ Կան իհարկե վերսիաներ, որ լրիվ մի կտորով է, դա արտադրության մեջ ավելի հեշտ է, հարմար է, քանի որ ավտոմատ է արվում, ֆիզիկապես մարդու աշխատուժը ավելի քիչ է, բայց այդ սալիկները բավականին մեծ խնդիրներ ունեն, որտեղ հարվածի դեպքում ամբողջ լիստը ճաք է տալիս, իսկ միկրո ճաքերը բավարար են, որ հաջորդ կրակոցը չպահի։ Հիմնականում սա։ Գնանք կրակենք, փորձենք տեսնենք ինչա ստացվում։ Դե ինչ տակտիկական տեղամասում ենք ու քանի որ այս զրահները մենք Արտաշի հետ փորձում ենք այն ժամանակ նույնիսկ երբ Ազատազենի տարածքը դեռ չէին գտե, պատիվը էլի ոնց որ ինձ բաժին է հասնելու, որովհետև այդպես ոչինչ դիպուկ ստացվում է մոտս, ընկեր Արտաշ։ Այսօր կկրակենք այն բոլոր մեծ բաներով, ինչ կարողացել ենք հայթայթել քաղաքացիական տեսակից, մեկ էլ այն Արտաշի ասած ոչ սովորական մահկանացուների համար նախատեսված փամփուշտները։ Քաղաքացիականներից ինչը մենք կարող ենք ունենալ 308, 6.5, Grigor 762-54 եւ վերջում 338, որը մեկին մեկ նաև մարտականը, բանակի օրսիսները, սակոները, այլ զենքերը, վիկտիքսները կրակում են այս փամփուշտները։ 308-ից սկսենք։ Այս ինչ զենք է, իշխան։ Այն էլ բավականին լավ, դիպուկ, երկար փողով, որ արագություն նորմալ փամփուշտը հավաքի
Լավագույններից մեկը ինչ 308 ծրամաչափի մեջ կարող ենք գտնել, առիթից օգտվելով շնորհակալություն հայտնենք զույգը տվող մեր ընկերոջը, մեկ է բանան ենք են թիզերային ասում, որ շուտով թվանքում կտեսնեք այս զենք։ Այո։ Խնդրեմ։ Այ Այն ինչ արել է 308-ը։ այդ որ ասում էի, որ ինքը մոդուլար կտորներով հավաքած ավելի ճիշտ է, այ սրա մասին էր խոսքը։ Կոտրվել է ընդամենը մի քար, մաքսիմում 2 քար է կոտրվում, եթե հարվածը գնում է քարերի մեջտեղը։ Տվյալ դեպքում ոնց որ թե 2 քար է կոտրվել։ Հա, 2 քար է կոտրվել։ Ես հատուկ խփել, էլի կարա չէ մի քար է կոտրել։ Բայց մարդկանց հետևն է հետաքրքիր։ Ամենակարևորը հետևն է։ Շատ չնչին։ Ըստ ստանդարտի պետք է լինի ոչ ավել քան 37 մմ, ստեղ երևի 10 մմ լինի, թե չէ։ Տայմի համար էսի 51 մմ է, էլի։ Приятный урելա։ Դե ինչ, այս նույնը կապենք, քանի որ շատ չունենք, կրակենք 6.5-ով։ Գնացուր։ Հիմա կրակում ենք 6.5 գրիգմոր տրամաչափով մեր անմահական MPA զենքով։ Պատրաստ եք։ Այո։ Գնացինք ստուգել։ Ուրեմն կրակոցը եղել է, կրակոցը հասել է վերևի մասին, ինչի է շատ կարևոր կողքի այս պլաստը, որը որ փափուկ մատերիալից է սարքած, եթե այս տվյալ դեպքում այս չլիներ, կտորները բարձրանալու են վերը, վերևից թռնեին ու վնասելու էին արդեն մեր զինվորին։ Ու այս ամեն ինչը հակա ասկոլեչնի, եթե կարելի է տենց ասել, դեր է խաղում, հակաբեկորային դեր է խաղում։ Մի հատ է գնացինք հետև 51 մմ։ Ինչքաններ կարելի ընկեր Արտաշ։ 37 մմ։ Իսկ NATO-ի ստանդարտում մինչև 44 մմ։ Քանի որ սա արտադրական փուլի մի մասն է, ամբողջ արտադրության ընթացքում մոտավորապես 1%-ը եւ մի քիչ, երբեմն մի քիչ շատ փորձարկվում է, կրակում ենք, փորձարկման ամենալավ մեթոդն է, կրակում ենք B32 զրահահար հրկիզող փամփուշտներով 10 մետրից, օրենքով ըստ մեր պետական պահանջների ամեն լիս պետք է դիմանա երկու կրակոցի։ Մենք երկու կրակոցը կանենք, կնշենք, որ երկուսն է եղել առաջի երկուսը։ Մոտիկանանք կնայենք։ Հա, հետո կշարունակենք, մինչև որ արդեն մեր լիստի վրա արդեն ազատեղ չլինի։ Կոպիտ ասած կփորձենք մաքսիմալ շատ կրակել այնպես, որ բարի զրահը։ Խնդրեմ, գնացինք առաջ։ Ու զենքն է նշեմ, որ 30-ից 40 մետր վայրկյան ավելի արագ է այս մոսին, այս մոսինի մասին առանձին հաղորդում կարա լինի, առաջին հայկական արտադրության փողով, օրինական փողոփոխած մոսինն է, պատկանա դուք այս մոսինը թվանքով տեսել եք, ով չի տեսեք, հետ գնացեք թվանքներով տեսնեք։ Ականջները փակում ենք, տրամադրվում ենք, կրակեմ։ Այո։ Կրակով։ Մի հատ էլ դրա ներքևը կրակի։ Հա։ Մի հատ էլ տակը կրակի։ Այո։ Այն գրածի ներքևի մասը, էլի, սկոչի վրա։ Ակուձա։ Ընտիրա։
Նայած կողքի եզրը։ Ուրեմն, ինչքան կարևոր է այս վերջի քարին կրակելու ժամանակ, ինչքան կարևոր է եզրի այս պաշտպանիչ մասը, որովհետև եթե սա չլինի, այս ալյումինի օքսիդը, որը շատ կարծր մատերիալ է, կոտրվելու է ու թռնի զինվորի վրա։ Հետևը մեր ցույցը։ Խնդրեմ։ Ես առաջարկում եմ շարունակել։ Ստե։ Երրորդը, չորրորդը, հինգերորդը ու տեսնենք կպայի թե ոչ։ Իրեք։ Ընտիրա։ Չուզողավարի է կրակել եմ, արեք։ Վենքը լիցկա թապել եմ։ Հիշեցնենք, կրակել եմ սա, հետո սա։ Ներքև, ձախ, աչ։ Ներքև, ձախ, աչ։ Այդ կտորը վերադարձեք, հա, խնդրում եմ։ Համեցեք։ Տեսի։ Սկոչերն է։ Սկոչը իր կպցրել, որ սկոչը պայի, հա։ Հա։ Իդեալական պահելը 1, 2, 3, 4, 5։ 5 կրակոց, սաղ պահելը, ամենաթույլ մասերը կողքերը, որ ամենախնդրահարույց մասն է, իդեալական պահելը։ Իմ ֆոնին կարող եք նկարել։ Նույնիսկ 5-րդը ստանդարտի մեջ էր, չնայած ես չէի ուզի էսի հակս լիներ ու 5-րդը կպներ ինձ, որտեղ մեկը պահելի է, ողջ կմնայի, բայց բավականին կփոխվի։ Մեկը մեր զինվորը գնալու է տուն։ Հիմա գնանք 3-8-ը կրակենք ու վերջ։ Դրանից ավել բան մի ուզի, էլի ինձ։ Այո, շնորհակալություն, գնացինք։ Հասել ենք վերջի պամպուստին։ Հասել ենք վերջի փորձարկմանը, բայց մենք փորձարկումները անցել ենք արդեն, հիմա չափն ենք անցնում, էլի։ 3-8 տրամաչափ համեմատած SVD-ի փամփուշտի հետ ինքը 8-6 70 է, եթե միլիմետրերով ստանդարտով ասենք, 6-ից 7000 ջոուլ կախված տեսակից, 3-ից 4000 սրա համեմատ, էլի։ Ամբողջությամբ, եթե չեմ սխալվում, բանից, լատունից կրակելու ենք 1500 պլյուս կրակող լեգենդար մեր հրաձգարանի Օրսիսից ու ես կարծում եմ, որ նա չի կարողանելու ծակի մեր զրահը։ Համոզված ենք։ Սաներ առաջարկում եմ բան չփորձենք, էլի, որովհետև էլ չկա։ Սա 10 մետրի վրա, նախ հրաձգարան չունենք, բայց հələ մի ձև կհայթայթեինք։ Սա 10 մետրի վրա նույնն է, ինչ որ ասենք 307-ը կամ նույնիսկ 50 BMG-ին իրանց կրակելու դիստանցիաների վրա, եթե էներգիայով զուտ նայեք, էլի, իսկ 10 մետրի վրա կարելի ասել էներգիա չի կորցնում, մի 6 կիլոմետր ժամադանդաղում։ Փորձենք։ Հա։ Ճիշտն ասած ես մի քիչ հուզված գնաց։ Ես հեռանամ։ Ոչ եմ անում, բոլորը փագեն ոչ միայն ականջները, որովհետև բավականին թեժ է։ Պատրաստ եք։ Այո։ Կրակեմ։ Այո։ Ոչ եմ անում, այս կոմսկս, բայց ինքեր անդրան քեզ էլի է։ Այս հաղորդման մեջ ոչ մի միջած չի դուժե, բայց ինքեր անդրանը 3 անգամ կծվել է գրետների կողմից։ Լավ, 3-ը գնաց։ Դիսկա թափում ենք։ Գնում ենք ստուջելու, դիսկա թափված է։ Սպասի։ Տեսեք։ Իհարկե, փոսիկը 308-ից մի քիչ մեծ է, բայց հաստատ պահել է։ Ավելին երկրորդ կրակոցելներ, երկրորդը կկրակեինք, բայց չենք կրակել։ Ու այս զինվորը կգնա տուն։ Իրա ոտքով։ Տեսեք, մոտավոր մի 2 սանտիմ դժվար։ Չկա, հա, 2 սանտիմ չկա։ Մաքուր։ Այս դեպքում մի քարի ակապը ընդամենը մի քար է կոտրվել։ Այդ հատուկ Արտաշը ասեց անես կրակի մի քարի կպտես, էլի ես սեր։ Խնդրել էի, որ
զգուշ Ես կրակի, երբ թույլ տեսնում- կրակի։ Հա։ Գնացինք։ Ես կտաս օրինակ թողեմ խանութում Հա, որ մարդիկ մեծ տեսնեն։ հաճիկով թող տեսնեն, Arm թող defense-ը պատկերացնեն։ ներկայացված է 37 մետր այն կողմ գտնվող թվանք ռազմախանութում հաղորդումից հետո ովքեր կուզենան համոզվել որ իրոք 3-8-ը պահում է թող գան խանութում հենց այս օրինակը ես ռտարի կողով ցակած դրացա այսքանով երևի հաղորդումը ավարտենք Հաղորդումը նաև մեր փորձարկումը։ կոչ Ամեն անենք ինչ։ մարդկանց ովքեր զինվում են ոչ միայն մարզվելու այլ երկիրը պաշտպանելու համար հաշվի առնեն որ նրանց նաև զրահ է պետք գալու ու զրահի գոնե քարերը արդեն գիտեն որտեղից կարող են գնել ունենալ Հայկական արտադրության։ ես քարը վրա։ ազնվությամբ սա եմ հակնում ասում եմ վրեսը բան պոշկի նստում է այն որ մոլերում ասում են իսկական քո հակով կարած իմ հակով կարած բռնիկա եթե իմ խելքի եք ձեր հակով կարած շատ թանկ չի մատչելի է առեք ունեցեք եղեք պաշտպանված թող պատահական ասկոլկաները ողբերգության առիթ կամ պատճառ չկարանան դառնալ այսքանը Այո։ Շնորհակալություն։ ես եմ շնորհակալ